Անցաչափած զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատրաստ է պայթեցնել ստերը միայն փակ դռների հետևում։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս, Ավետիք Քերոբյանը եւ մեր հյուրը գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեթրակյանը կփորձենք ամփոփել անցաչափածվա գլխավոր իրադարձությունները։ Բարև ձեզ։ Անցաչափածվա գլխավոր իրադարձությունը ըստ իս էլի 44-օրյա պատերազմի այսպես հերթական արծարծումներ եւ ուրեմն գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որ ես պատրաստ եմ խոսել, ինչ որ ստեր պայթեցնել, ճշմարտությունը ասել, բայց միայն ազգային ժողովի փակ դռների հետևում, որը մի քանի այսպես ցուցիչ է, ինչ որ մի քանի բաների, առաջինը այդ հայկական ավանդական մեր կեղտոտ լվացքը պահենք մեր դռների հետևում, ցույց չտանք կամ չգիտեմ պատրաստ ենք օգտագործվել, բայց գոնե իմանանք ում կողմից։ Երկրորդը այն է, որ ուրեմն փաստորեն գլխավոր շտաբի նախկին պետը ամբողջը չի ասել բանի քննիչ հանձնաժողովին, եթե էլի ասելիք ունի, ու ես կարծում եմ, որ ուղղակի խայտառակություն է, որ պատերազմի գլխավոր պատասխանատուներից մեկը մինչև հիմա հանուն արդարության կամ հանուն, չգիտեմ, իր ներքին արժեքների կամ ճշմարտության չի բացատրել, չի ներկայացրել ամբողջ ընթացքը։ Ու սա նորից բերում է այն կասկածին, այն հայտնի ուրեմն ձևակերպմանը, որ երկու իջևանցիներով գցել են հայ ժողովրդին։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի եւ Օնիկ Գասպարյանի մասին է։ Դե ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը այս ակտիվանալը իրականում նպատակ ունի նախ մաքրագործել Նիկոլ Փաշինյանի քաղաքական անցյալը եւ ապահովել նրա քաղաքական ապագան։ Ինչու եմ դա այդպես ասում, որովհետեւ այս պահին է, որ Նիկոլ Փաշինյանը ունի քաղաքական աջակցության կարիք, ընտրությունների նախաշեմին եւ չկա այլ պատճառ, որ Օնիկ Գասպարյանը ակտիվանար։ Իհարկե Սերյան Նոհանյանի հայտնի ելույթը կա ազգային ժողովում, որ ուղիղ կերպով մատնացույց է արվում ներկայ իշխանությունը, որը այն ժամանակ էլ պատերազմի ժամանակ էր իշխանություն, որպես դրա գլխավոր մեղավոր եւ գլխավոր պատասխանատու եւ գլխավոր մեղավոր, բայց չմոռանանք, որ ասենք նույն Օնիկ Գասպարյանը իր հայտնի փետրվարյան հայտարարությունից հետո ոչ պատասխանատվության չի ենթարկվեց, բացառությամբ ասենք պաշտոնանկության, որի մասով ես կարծում եմ ինքը բավականին էլ գոհ է։ Մյուս կողմից մենք գիտենք մի բան, որ նախ Անդրանիկ Քոչարյանն էլ հրաժարվեց Օնիկ Գասպարյանի հետ հերթական անգամ խոսելուց եւ գիտենք նաեւ, որ նույնիսկ ասենք ազգային ժողովի փակ դռների հետևում խոսացածը ոչ մի երաշխիք չկա, որ այդ ամեն ինչը կարող է լինել ճիշտ եւ ճշմարտացի, բացի դրանից դա հանրության հասանելիությանը չի հանրությունը դրան հասանելիություն չի ունենալու, ինչպես չունի հասանելիություն 16 թվականի պատերազմի զեկույցին, ինչպես չունի հասանելիություն 20 թվականի պատերազմի զեկույցին, ընդ որում օրինակ 44 օր ասելը դրան մի քիչ սխալ է, որովհետեւ դեկտեմբերի 10-11-ին մենք ունեցել ենք զոհեր եւ գերիներ 20 թվականին, եւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում հայտնի հարցադրումներից հետո այդ տղաները հադրութի անտառներում ինչ են ուտում այդ թիկունքում մնացած եւ շրջափակման մեջ մնացած տղաների մասին է, որոնց հետագայում գտան սպանված, ասենք դրվագներ կան, որ 44 օրով չպետք է սահմանափակվի։ Միշտ փորձում են համոզել, որ այդ 44 օրներ եղած չեղածը, բա դրանից առաջ, բա դրանից հետո։ Դուք ունեք ասելիք։ Հա, պատկերացրեք, որ ունեմ, ուզում եմ սկսել աբովով, որովհետև այդ 44 օրյա պատերազմը փաստորեն ավարտն էր այն գործունեության, որը սկսվեց հեղափոխական շարժումներից, որտեղ ես ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունը դեռ չբոլորած առաջին հարձակումը, որ եղավ երկրապահի վրա, թեպետ թվում էր, որ երկրապահը ուղղակի այդ ինստիտուցիոնալ մակարդակում
բնավ այն թիվ 1 կառույցը չի, որի վրա պետք է հարձակում գործել, եւ դա արդեն ինչ որ մի բան նշանակում էր, հետո Խոսքը այո, իհարկե, հետո աստիճանաբար այս կամ այն հարվածի տակ սկսեցին ընկնել Ղարաբաղյան պատերազմի բոլոր հերոսները, ընդ որում գիտեք, ես միշտ ասում եմ հերոս, հասկանալով թե որքանով դա ոչ միանշանակ է մարդկային կերպարի առումով, բայց այդ մարդիկ այդ պահին հայրենիքի համար արել էին ուղղակի նվիրական եւ աննկուն աշխատանք եւ այդ պահով էին հերոսացել, իհարկե նրանք շատ թերի էին եւ չէին կարող թերի չլինել ուղղակի։ Դա մեկ։ Երկրորդ նկատվում է, որ իշխանության հետ կոլաբորացիայի, այսպես ասած, հետ մակընթացություններն ու տեղատվությունները, եւ դա ես նաեւ կներեք պետք է այդ անունը տամ Դաշնակցության անունը, որովհետև դա շատ ակտիվ երևում է Դաշնակցության եւ նրան հարող ուժերի բանում, պարադիգմայում, պարտադիր ես նկատում եմ, որ այն նույն գեներալների հուզումները, հա, հետո հետ քաշվելը, նույն Դավիթ Տոնոյանի, նույն Օնիկ Գասպարյանի, մենք հասկանում ենք, որ մեր գեներալիտետը այնուամենայնիվ միշտ կապված ա եղել ռուսական ռազմական ուժերի եւ օբյեկտիվ պայմաններով եւ սուբյեկտիվ, որտեղ նրանք բոլորը սովորում են հիմնականում ռուսական ռազմական ակադեմիաներում, կապված էին ռուսական գեներալիտետի հետ եւ ընդհանրապես այդ կապը շատ կայուն էր եւ ես հասկանում եմ, որ պարբերաբար Հայաստանում ծավալվող, ընդվզող ռուսական բոլոր տիպի ընդվզումներ, լինեն դա քաղաքական, ռազմական, թե ինչ, նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանին բերել այսպես կոչված ռուսական համակեցության դաշտ, իսկ ինքը դա հաջողությամբ անում է, նրան ստիպել էլ պետք չի, ուղղակի պարբերաբար հիշեցում է։ Հետո վախեցնել նրան, հա, հետո հետ բերել իր նախկին տեղին, որպեսզի նա գեղեցիկ կատարի ոչ միայն ասենք թուրքական, ոչ միայն ադրբեջանական, այլ նաև ռուսական պատվերները, որոնք շատ տեղերում համընկնում են, իսկ այն բոլոր տեղերում, որ չեն համընկնում, կարող է, ասենք, ինչ որ թյուրըմբռնում առաջանալ։ Դրա համար Օնիկ Գասպարյանը իմ կարծիքով ուղղակի իրավունք չունի նման հայտարարություն անելու, որտեղ դա հայտարարությունն է, ցուցմունք է իր իսկ դեմ, ասում եմ։ Մանավանդ կարծում եմ, որ որպես խթան հանդիսացել է այն շարժումը, որ Միքայել Մայքարյանն է ձեռնարկել, նրան պահանջում են 44 օրյա պատերազմի լիարժեք հետաքննություն, իսկ այդ հետաքննությունը չկա։ Իսկ ես մի հարց տամ։ Հայաստանի համար իսկապես կարևոր որ խնդրի վերաբերյալ կա լիարժեք տեղեկատվություն։ Դուք ունեք լիարժեք տեղեկատվություն նոյեմբերի 9-ի մասին, դուք ունեք լիարժեք տեղեկատվություն ադրբեջանական գերիների վերաբնակեցման, որ ուղղակի աղետ կարող է լինել։ Ի վերջո դուք ունեք լիարժեք տեղեկատվություն այն օդի որակի վերաբերյալ, որ դուք շնչում եք, այն մինիմալ բան եմ ասում։ Մենք չունենք լիարժեք տեղեկատվություն, օրինակ 16 թվականի հուլիսի 17-ի հետ կապված, դա ՊՊՏ-ի գրավումներ։ Մենք չունենք լիարժեք տեղեկատվություն 18 թվականի ապրիլի 22-23-ի հետ կապված, մայիսի 1-ի եւ մայիսի 8-ի հետ կապված չունենք լիարժեք տեղեկատվություն, հա։ Լիարժեք տեղեկատվություն չկա, որ ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, իդեպ հիմա Նիկոլ Փաշինյանի շատ անհաջող պրոպագանդիստները, ես նրանց տեղ չէի տա ցուցակում ընդհակառակը, որովհետեւ իդեմ են աշխատում։ Շատ անհաջող Նիկոլ Փաշինյանի, շատ անհաջող բանը, դե սազական պրոպագանդիստները այս թեման են բանացնում, որ այ ընդդիմությունը ասում է Հայաստանը, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ասել է հենց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում դա եղել է տրիգեր ընդհանուր այդ ռազմական գործողությունների համար, եւ իմ կարծիքով դա այդ ասելն էլ էր պայմանավորված, որպիսի միջազգային հանրության առջև ստեղծվի Ադրբեջանի հարձակման արդարացում։ Եվ ընդ որում ասեմ ձեզ, սկզբում պատերազմի սկզբում միջազգային հանրության կարծիքը բոլորովին միանշանակ չէր եւ շատ ուժեր կային, որ Հայաստանի կողմն էին եւ այդ ուժերին ուղղակի մղեցին Լուսանսկ Սփյուռքին։ Հիմա ինտերնետով պատտվում է, որ բազմաթիվ ռազմական օգնություններ ուղղակի մնացել են պահեսներում, նեխել են, ինչ է դա նշանակում, յուրաքանչյուր մարդ ուզած կընկնի դավադրապաշտության գիրկը։ Ես էլ եմ ընկնում, այո։ Մի տեսանյութ էր պատտվում, որ Հայանիստ գյուղի մոտակայքում մի քանի բեռնատար ռազմական գույք
հակոստ, հանդերձանք ուղղակի շպրտվել է։ Շպրտվել է։ Ընդ որում հենց օգնություն եկած։ Իմ սփյուռքահայ ընկերներին, ում ես ուղղորդել էի Հայաստանի համահայկական հիմնադրամ եւ նրանք կապվել էին եւ ուրեմն այդ օգնությունն էին ցուցաբերում, որոշակի ժամանակ անց ինձ էին հաշիվ ներկայացնում, որ ուր կորան այդ բոլոր բաները, այդ լուսադիտարկման սարքերը, այդ հատուկ բրոնե ժիլետները, ուր կորան։ Եւ հիմա ես չեմ պատկերացնում, թե ոնց կարող ենք մենք այդ հարցերի ինքներս իբրև քաղաքացիներ, իբրև քաղաքականությամբ եւ քաղաքականության վերլուծությամբ զբաղվող մարդիկ ինչպես կարող են դրան պատասխանել։ Եվ ինձ մի բան է բոլորից շատ հուզում։ Այ այն մարդը, որը այսօր գնալու է խորոված փարթի։ Ինչ կարգի, մի քիչ գրական տերմին ասեմ, ինչ կարգի փիլիսոփայական ինքնասպանությունն է պետք է գործած լինի։ Այսինքն ինչ կարգի իր մեջ պետք է անջատած լինի, մտածելու կարողությունը, բարոյական արժեքները, խիղճը, ինչ կարգի ինքը պիտի կողմնորոշվի այս պահի կուկուռուզով, պերաշկիով, խորովածով, կապ չունի, ընդ որում դուք տեսնում եք, չէ՞, որ գիտակցորեն դա ներդրվում է հասարակության մեջ։ Դու միայն կեր ու բան արա, պատտի ավտոբուսով։ Ասում եմ գրողին թե ավտոբուսներում տեղ չկա, դա կապ չունի։ Մեկը պատտի։ Դե իրականում որ հաշվի առնենք, որ Երևանում բնակվում է մի քանի տասնյակ հազար օտարերկրացի, առնվազն, հա, եւ մարզերից հեռավոր գյուղերից բերված լիքը մարդիկ կլինեն, որ կբերվեն Չալաղաջի կամ մի կտոր փափուկ խոզի փափուկ մսի ակնկալիքով, կարող են եւ կստեղծեն այնպիսի տպավորություն, որ այո, այս խորոված փարթին եւ բազմամարդ է եւ վարչախմբի քաղաքականությունը եւ գործողությունները վայելում են հանրային լայն աջակցություն, բայց չմոռանանք, հա, որ իրականում մենք գործ ունենք մեր հայրենիքի մեծ մասի կորուստ բերած եւ շարունակական, այո, եւ շարունակական մարդկային կորուստներ բերած եւ արժեհամակարգը վերջնականապես քայքայած էրոզիայի ենթարկած քաղաքական ուժի հետ։ Բայց օրինակ երեկոյան լինելը կարող է ցերեկը ինչ որ անձրևը շատ լինի եւ քիչ մարդ մասնակցի, շատ տրամաբանական կլինի, բայց ես էլ վստահ եմ, որ չնայած իրենք ապահովեն այդ անհրաժեշտ մարդականակը, այո, այդ պետական աշխատողների, չգիտեմ, բաների, իրաց թայֆայի բաների այդ մասովկան անպայման դրանով կապավեն, բայց ընտանիքները բան, դուրս հրահանգ է իջեցվում, ինձ թվում է, որ այդպես մարդիկ գնալու են ուղղակի համերգի, բայց դա ներկայացվել է որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Դե հայտնի փաստախոս տեսանք, որ այդ համերգն էլ ձախողվեց։ Մարդիկ պետքա մի քիչ արժանապատվություն ունեն անել, գիտեք, ձրի համերգ լսելու համար դու արդեն քայլում ես այնքան բանի վրայով։ Այնքան բանի վրայով, որ լավ, այդ մի համերգը ինչ է, այն էլ էս ինտերնետ դարում, մի բան միացրու լսի, էլի վերջո, տենց մեծ բան չի։ Հələ խորովածը էլի ասում են այնքան սոված մարդ կա, բան, նախ պետության խնդիրն է, որ այդքան սոված մարդ կա, որ մի կտոր ձրի մսի ինչ որ այդ բանին է, էլի այդպես շնորհքին, բայց միևնույն ժամանակ այդ ձախողված պետության մեջ ձախողվում է ամեն օր, որ ինձ համար ավելի մտահոգիչ է, քաղաքացու հոգեբանությունը։ Այսինքն քաղաքացին դառնում է ուտող եւ պարող միավոր եւ դա նշանակում է որ պետությունը դատապարտված է որտեղ իմ դասավանդած բոլոր տիպի դիստոպիաների մեջ չաղ բախտավոր եւ տխմար մարդու կերպարն է, այսինքն դիկտատուրա միշտ կուլտիվացնում է այդ կերպարը, որ ուտես, լափես, պարկես, քնես, վերջ եւ անես այն ինչ որ արվում է։ Բայց հանուն արդարության ասենք, որ այդ միշտ եղել է։ Օրինակ ես հիշում եմ այդ տեսարանները, որ Աբովյանի եկեղեցու հետ կապված ինչ որ ձրի մատաղ էին բաժանում, չգիտեմ ինչ էին անում, բան, այդ տարբեր այդպիսի տեսարաններ կան, որտեղ ձրի ուտելիք է եղել մասսայական եւ բայց ինչ մի կնճռոտ հարց կա, Գևորգ ջան, որ ասում են միշտ մասսայական եղել է, այդ մի կնճռոտ հարցը ինձ տանջում է։ Այն ժամանակ կար մի ուժեղ հակազդեցության խումբ, որը մենք կորցրել ենք, այդ երկու հակազդեցության խմբերը մենք կորցրել ենք։ Առաջինը դա բանն էր, քաղաքասարակությունն էր, որ քաղաքասարակությունը միանշանակ պլանավորված աշխատում էր
իշխանությունների դեմ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան աշխատում էր շատ կազմակերպված, ոգևորված, միահամուռ եւ այն ժամանակ էլ ես չլինելով ոչ մի գրանտի եւ ոչ մի բանի մասնակից, այնուամենայնիվ իմ բարոյական եւ սկզբունքային միջավայրը գտնում է այդտեղ, այսինքն դա համախումբների խումբ էր, որը հիմա վազելու է կամ խորովածի կամ գրելու է մի բան, հանգիստ թողեք ժողովրդին, թող հանգիստ, թողեք, թող խաղաղ ապրեն, դա մեկ։ Եվ երկրորդը, որ իմ համար շատ ցավալի է, մեկ որ փողով էր, դա փողով։ Ոչ, ինձ թվում է դա որոշվում էր ոչ այնքան փողով, որքան բանը, ասեմ ձեզ, բանի յուրային եւ ոչ յուրային ոհմակային ընկալմամբ։ Այսինքն այն ժամանակ յուրայինները չէին իշխանության, կարելի էր բանել, իսկ հիմա եկել են յուրայինների իշխանության, չէ՞ որ նույն, ինչպես ասում են, նույն հողի, նույն արմատների։ Բայց հոգեբանական կողմ էլ կա, Անուշ ջան, որոնք վախենում են սխալված լինեն։ Չէ, որ ասենք մարդը ամբողջ կյանքում, ասենք Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի դեմ ինչ որ բաների է մասնակցել, ասենք չէ հանցագործությունների բացահայտման համար ակցիաներ արել, չգիտեմ ինչերը եւ այլն, հիմա ստիպված է գնա կանգնել նրանց կողքին եւ ասել, որ բոլորովին պետք չի կանգնել նրանց կողքին։ Օրինակ ասենք ես ամբողջ կյանքում եւ դեմ եմ խոսացել եւ բան, բայց հիմա կարելի է ուղակի մնալ մարդ, սեփական անհատական դիրքորոշում։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ, ես համաձայն եմ, էլի քեզ հետ, որ Նիկոլ Փաշինյանի բերած ամենամեծ աղետն է, որ այդ առաջադեմ բոլոր դեմքերը պարզվեց բնավ առաջադեմ չեն։ Կամ իրանք դիմակները պատրվեցին, բան, կամ էլ հայտնվեցին այնպիսի փակուղային իրավիճակի մեջ, որ ոնց որ ինքնասպան եղան։ Այո, դա փիլիսոփայական ինքնասպանություն է։ Բայց ես քեզ ընդհատեցի, խնդրում շարունակես երկրորդ։ Իսկ երկրորդը կորցրել ենք իմ համար դա գունակ խոշորագույն կորուստ է, կարող է շատ մարդիկ կորուստ չունենան, իմ համար դա խոշորագույն կորուստ է, որովհետև ես շատ ընդգծված արևմտամետ եղել եմ եւ կամ եւ կլինեմ, եւ ահա արևմտյան ականջի ընկալունակությունը, որտեղ թե ժամանակին դու արևմտյան դեսպանության ներկայացուցիչներին խոսում էիր, որ պետքա, այսպես քաղաքական բանտարկյալների խնդիր կա, քաղաքական սահմանափակումներ են, քաղաքական հետապնդումներ են, դու գտնում էիր արձագանք գործողության փաստերով։ Հիմա պատադրված, ասենք որտեղ էլ որ դու լինես, որ դեսպանատան մեջ էլ որ լինես, պատադրված, որովհետև այդ մարդիկ ասում են, ինչ եք դուք ուզում, դուք վերջապես ապրում եք ժողովրդավարական երկրում, դուք վերջապես վայելում եք։ Իհարկե, դա նրա գերագույն կարողություններից մեկն է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի բավական հաջողված քաղաքականության հետ, որ օգտագործելով իրենց գործընկեր, իրականում գործակալ իշխանություններին Հայաստանի, կարողացել են արևմուտքի ականջը այսպես խլացնել եւ աչքը կուրացնել Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ։ Բայց ուզում եմ նաև հիշել, դա հնարավոր չէ։ Դե փաստեր կան, որ ինչ որ չափով դա հաջողվում է։ Դե չէ, փաստերը կան, բայց ասեմ ձեզ ինչ խնդիր կա։ Քրեական գործեր դառած փաստեր կան, էլի, որ Լավ, գովազդեմ ինքս ինձ, ես YouTube ալիք եմ բացել, եւ ես պիտի խոսեմ, իմ առաջին Անդրանիկ հաղորդ բացել եմ արդեն։ Եւ առաջին Անդրանիկ հաղորդումը լինելու է խեղկատակության, կուլտը քաղաքականության եւ գրականության մեջ։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է դեսպանների մոտ ստեղծել այսպես կոչված մի հատ միամիտ գյուղական տղայի կերպար, ինչպես նա ստեղծում է, որին պետք է աջակցել, որովհետև ահա այս նրանք այն կոռումպացված լուրջ մարդիկ, եթե դրանք լուրջ են, ուրեմն հաստատ ինչ որ բան է մտմտում։ Իհարկե, այո, իհարկե, այդ կեղծ ռուսատիատությունը, որովհետև դա ոչ մի կապ չունի։ Եվ ես գիտեք ինչ եմ զարմանում, ասում եմ, լավ, միթե այդ երկրների հետախուզությունը լավ չի աշխատում, ես վստահ եմ, որ լավ է աշխատում։ Ուրեմն բանը հրահանգայիչեցված աչքերը փակել, որովհետև նախ բոլոր հնարավոր թեկնածուներից արևմուտքը չի կարողանում ընտրել մեկին, որը այդքան, այսպես համապատասխանի իր ստանդարտներին։ Նիկոլ Փաշինյանը իբր թե իր այդ հայտարարություններով ինչ որ չափով, այսպես ինչպես ինձ բացատրում են, ինչ որ չափով ինքը ասում, բայց ինքը արևմտամետ չի։ Դե ինչ որ չափով, to an extent։ Այդ իրենց բառն է, ինչ որ չափով։
Օնիկից եկան կասենք, չգիտեմ։ Հիմա մյուս հարց էլի, որ էլի է շաբաթվա հետ է կապված ու նաև ցույց է տալիս այս մեր քննարկման մի կողմը, նախ ուրեմն բոլոր ցուցակները արդեն կան, ներկայացվել են ԿՀ եւ ուրեմն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ աջակցում Նիկոլ Փաշինյանին, ակնհայտ ինչով ինչքան մոռացված, չգիտեմ, մարված օբլիգացիա ռուսական գործիչ կա, իրենք բոլորը մասնակցում են ընտրություններին, ձայներ փոշիացնելու համար։ Այսինքն այն թեզը, որ ուժեղ Հայաստանը այսպես միանշանակ աջակցություն ունի, չգիտեմ, պատրաստվում է բանի հեղաշրջման, իշխանափոխության, չգիտեմ ինչ եւ այլն, հեղաշրջումը սխալ հետո չտա հեղաշրջումը ունի Գասպարյանը փորձ բայց դա էլ էր կեղծ հեղաշրջում էլի հեղաշրջման փորձի համար որևէ մեկը որևէ պատասխանատվության չի կանչվել հեղաշրջումը եղել բրծել է 18 թվին ինչ ենք եղել ուրեմն եթե գանք սրան ապա տեսնում ենք որ այդ ում ձայներն են փոշիացնել այդ ուժերը փոշիացնելու են ուժեղ Հայաստան ձայները որ ինչքան էլ իրենք տանեն դա տանելու են այդպես այդ դաշտից հիմա հետեւաբար իրեալ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին մենք տեսնում ենք հենց Ռուսաստանի կողմից որ բերելի է փոշիացնել եւ հակառակը օրինակ արևմտամետ այդպես ընդգծված գործիչ չկա դաշտում իհարկե դու իբրև Արման Թաթյանի ցուցակում ես բալանսի կողմնակից եմ եւ Արման Թաթոյանը իր ամբողջ կենսագրությամբ եւ այլ գիտեք ոնց է բալանսի խնդիր կա բայց արևմտամետ տեխնացուներ էլ չկան այսինքն եթե Թաթյանին չհաշվենք չէ բանը Նինա Կարապետյանցը բոլորին դեմ եմ այսինքն ես օրինակ շատ կուզենայի որ այո իրենք ինչ որ չափով այդ ստանդարտների բայց չի կարելի բոլորին դեմ եմ աջակցել չէ չի կարող աջակցել որովհետեւ դե քաղաքական այդ հայտը չկա այսինքն քաղաքական լրջություն չկա եւ ինչ էլ ուզում ա լինի չէ դժվար կլինի մի քիչ աջակցել բայց իրականում պետք է մի քիչ դեմ խոսեմ դրան որովհետեւ քաղաքական լրջություն իրականում եթե հաշվի առնենք թե ինչ է հնարավոր անել այն ծրագրով որ ներկայացնում են քաղաքական ուժերը իրականում բոլորին դեմ բերել ներկայացնել միակ լինելիք ծրագիր իսկ այն բանը որը հնարավոր է անել այն ժամանակաշրջանում որի համար քվե է պահանջում բայց մոռանանք մի կողմ այդ ամեն ինչը այդ ցուցակները բերել ներկայացնեն իհարկե ես համաձայն եմ քո հետ որ այստեղ չկա որևէ այսպես ընդգծված ոչ թե արևմտամետ այլ արժեքամետ այսպես առաջարկ մեկը հայ ժողովուրդը ոչ մեկի ծրագիրը չի կարդում եկեք ես որտեվ հայ ժողովուրդը ավանդաբար գրում քվեարկում է ուժեղ ես առաջարկ եմ արել Facebook-ով բայց քանի որ իմ Facebook-ը խիստ հետապնդում են բաները բոլոր տիպի նախկին հանրային խորհրդի նախագահները եւ իրենց թիմերը եւ նրանք շատ է սիրում շատ մենք տեսնում ես ինչ սիրված ենք մենք էլ բողոքել չունենք եթե ասում եմ մեզ մեկը սիրում այն էլ այդպիսի կարկառուն անձնավորությունները մենք պետք է կարկառված ես ասել Չէ, ես հենց ասում եմ կարկառուն, բանը, անգլիացի լավ բառ ունեն, conspicuous, աչքին գնող, բան, մի խոսքով։ Լավ, գովեսները չշռայել եմ, տեսեք ինչու մնա հարցը։ Ես առաջարկել եմ հետևյալ պլատֆորմա այն բոլոր ուժերի համար, որոնք ակնհայտ չեն գտնվում ռուսական ազդեցության տակ եւ չեն սպասարկվում նրանց կողմից։ Ես ասել եմ հայկական հիմա ներկապահի մեր առօրյայի ամենաուժեղ մարտահրավերը դա իրապես հարվածն է մեր ազգային ինքնությանը որտեղ մենք տեսնում ենք որ այն մարտահրավերը որի առաջ մենք կանգնած ենք բոլոր առումներով խփում է մեր ինքնությանը մեր պատմությանը մեր մշակույթին մեր ավանդույթին մեր հաղթանակներին մեր պարտություններին լրիվ մտել ենք բան անասնաֆերմա էլի պարտությունը դա հաղթանակ է հաղթանակը դա պարտություն է 4 ոտք 2 ոտք եւ այդպես դրա համար այդ բոլոր ուժերը նույնիսկ անկախ պլատֆորմներից ինչքան էլ իրենք տարբերվեն տնտեսական գաղափարական պլատֆորմներով պետք է մտնեն իսկապես այդ հայկական հենք
ինչ որ բանի տակ, որովհետև նախ պետքա կանխել առաջնային հարվածը, հետո արդեն լուծել հերթով բոլոր Նարագրի հնարավոր երևի ոչ մի թողարկում չի եղել, որ մենք ինքնության հարցին Այո, դա միանշանակ։ Բայց ես հարց ունեմ քեզ, Անուշ ջան, ճիշտ ասած, այս հարցը իրոք իմ մեջ ծագած հարց է, որ որպես մարդ, որը, չգիտեմ, սիրում արևմուտքը, կարծում եմ, որ աշխարհի կենտրոնը արևմուտքն է եւ այլն։ Ես գտնում եմ, որ քաղաքակրթության կենտրոնը արևմուտքն է, դրանք տարբեր բաներ են։ Ինչով մենք համարում ենք Իմ սիրած քաղաքակրթության։ Իմ սիրած քաղաքակրթության կենտրոնը Հայաստանն է։ Դե Բայց որը զրկվում է, հայազրկվում է։ Բնականաբար հիմնել է Հայաստանը, դրա մասին չի խոսքը։ Բայց Հայաստանը արևմուտք է։ Հայաստանը արևմուտք է։ Մի հատ նշան բերեմ, փայլուն։ Այ բանը դեռ մայրիկիցս բերած։ Ուրեմն բոլորը, չէ, խորնացուն հանգիստ թողնենք, էպոսին գանք։ Բանը, ուրեմն արևելյան բոլոր էպոսներում պարսկական եւ այլն։ Կինը բավականին այսպես լռելիային եւ զուսպ վիճակում է։ Իսկ բան եվրոպական էպոսներում ինքը շատ ակտիվ է, գործուն է, նույնիսկ եւ Հայաստանի էպոսում կինը ամենապրոակտիվ արարածն է, որը նշանակում է, որ մենք առաջին ֆեմինիստներն ենք, առաջին կանանց իրավունքների պաշտպաններն ենք։ Դա շատ կարեւոր փաստ է, բայց դրա մասին այնքան քիչ մարդ գիտի։ Հիմա իմ հարցը։ Իսկ ինչ եթե արևմուտքը, որը պատրաստվում է, որը մղում է պատերազմ եւ փորձում է վերաձևել աշխարհը, հասկացել է, որ հայկական ինքնությունը խանգարում է այդ վերաձևող աշխարհին, այդ ինքնությունը ձևավորվել է հիմնականում ռուսական ազդեցության տակ, նույնիսկ ասենք, չգիտեմ, Վարդան Մամիկոնյանի կերպարը չէ եղել է ինքը սրբացված շատ ավելի վաղ, բայց հայտնի է, որ Դե պատերազմի ժամանակ Դենիք Դեմիրճյանին Չէ, ես չգիտեմ ինչու։ Չէ, պատերազմի ժամանակ իջեցվել է պատվերը, զարգացնել է բանը։ Միայն պատերազմի ժամանակ չէ։ Ընդհանրապես Վարդանաց տոնը եկեղեցին ոնց որ թարմացրել է 1820-ականներից սկսած, բայց չգիտեմ ինչու։ Չէ, ոչ թե նկատի ունեմ բանը Դենիք Դեմիրճյանին, այլ ընդհանրապես Վարդանաց տոնը ինչ որ մոռացված բանում է եղել, կարող է այդ Պարսկաստանից որ կտրել են Հայաստանը եւ այլն, դա այդպես բան է։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ ռուսական ազդեցությունը մեր ինքնության ձևավորման վրա հսկայական է։ Սկսած նրանից, որ բոլորը Խաչատուր Աբովյանից սկսած եւ բանեն արի։ Դե ինքը դոր պատում է Հիմա ստացել։ ինչ ոնց պատասխանել այս հարցին։ Շատ ընտիր հարցեր, իսկապես։ Հա, չէ, սքանչելի հարցեր, ասում եմ, ես սկսեցի։ Ուրեմն նախ եւ առաջ եկեք ասենք, որ յուրաքանչյուր փոքր ազգ ինչ որտեղ գոյատևելու, ամրապնդվելու եւ բարգավաճելու համար պիտի իր վրա վերցնի առաքելություն։ Որպես զուգահեռ ես բերեմ հրյա ազգին, որտեղ ժամանակին, երբ լա ուժեղ հարձակում էր գնում հրյական ազգի վրա, շատ ուժեղ ու հաշարնակում է։ Տեսնում ես ինչ ես անում, չի կարելի տենց ռասիստական բաներ ասել, մանավանդ ինձ թվում է յուրաքանչյուր հայ մոտ այդ հակահրյական էլեմենտի մեջ միշտ հակահրյական չի, մենք նախանձի էլեմենտ կա։ Նախանձի, այո, նախանձի էլեմենտ կա, այդ ճիշտ է։ Երանի ես էլ ունեմ այդ wishful thinking-ը։ Հրյական ազգը ես լավ հիշում եմ Շիմոն Պերեսի հայտարարությունը, ասաց, եթե դուք կորցնեք, ու ընդ որում ամերիկյան է սենատում էր, կարող եք Google-ում նայել կգտնեք։ Ասաց, եթե բանին էր Ստիվեն Սաքրին էր ինտերվյու տալիս, չէ, բանում այդ մասում, եթե դուք բանը կորցնեք, միակ իզդափաստա ժողովրդավարական երկիրը այդ ռեգիոնում, եթե դուք կորցնեք, միակ ամրոցը, բուֆեր բաստիոնը այդ ռեգիոնում։ Եթե դուք այսենց իսլամիստական հարձակումների ժամանակ չունենաք առաջին հարված իրավրա վերցնող պետություն, ուր եք հասնելու։ Եվ դա այնքան պերճախոս էր եւ այնքան ճիշտ, այսինքն մարդը իր առաքելությունը ձևավորեց։ Մինչև այս պահը մենք ապրել ենք եւ ես դու գիտես շատ տեղերում եմ աշխատել, շատ տեղերում եմ շփվել, այսինքն իմ ինֆորմացիան ստուգված է։ Մեզ անընդհատ Հայաստանում ես ասեմ որ թիվներ 2013 տեղ ունեցավ ռուսական անվտանգության
Պատրուշևներ եկել եւ ռուսական ամդակության համաժողով էր, որտեղ ինչ որ զեկույցները կարդում էին, դա էական չէր, էական էր այդ կուլուարային խոսակցությունները, ես նրանց մեջ պատտվում եմ եւ հավաքում եմ ինֆորմացիա, որտեղ բացահայտ ասում էին, որ Հայաստանը ֆորպոստ է, Հայաստանն է բաստիոն, այսինքն մոտարապես ինչ որ Իսրայելն է արևմուտքի համար, մերձավոր արևելքում, նենց էլ մենք այստեղ ենք եւ ուրեմն ամեն ինչ օքեյ, ամեն ինչը պաշտպանված է եւ այլ եւ այլ։ Այդ առաքելությունը վերջացավ Ռուսաստանի անկումով եւ թուլացմամբ եւ դա հարաճուն թուլացում առնելու Ռուսաստանը մոտակա 50 տարում ոտքի չի կանգնելու այդ ամենա գեղեցիկ ծիածանագույն հեռանկարներով, հա։ Այսինքն եւ թող այդ բոլոր այն որ այս մարդիկ որ հիմա ասենք ի հակակշիռ Նիկոլին բերում են ռուսական ուժերը, այդ նույնն է որ բանը սատկած էշը փոխարինե սատկած ջորիով, ոչ մի տարբերություն չկա, երկուսն էլ սատկած է։ Այն բանա, չէ։ Վերջի ամիսների բանը եթե նայենք դեպքերը նայենք Շիմոն Պերեսյանը պետք է վերը իմաստավորել են իմաստը, որ եթե ուզում եք իսլամի հարցը լուծեք, ապա լինի առաջի հարվածը հասցնողը ռեգիոն։ Եվ չէ, բայց հիմա այստեղ հասկանալի է, չէ, որ Հայաստանը պիտի վերցնի նոր առաքելություն։ Պետք է վերցնի նոր առաքելություն եւ այդ առաքելությունը ներկայացնի։ Նիկոլ Փաշինյանը այդ առաքելությունը ներկայացրել է։ Ասել է մենք ոչ մի բան ենք, մենք տրանզիտ խաչմերուկ ենք, գարաժ ենք, թուրքական։ Պոլիշոր ենք։ Հա, պոլիշոր ենք, բայց խաչմերուկ, այո, սա բանը հասարակած տուն, գարաժ ենք, այնտեղ պահեստ ենք։ Դրա համար գիտեք, իսկ կարար Նիկոլ Փաշինյանը այլ բան առաջարկել։ Իր կրթությամբ, անցած ճանապարհով։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ էներգետիկայով եւ բան եւ իր PR կարողություններով եւ իր ոչ միայն էներգետիկայով, այլև էներգիայով եւ ես ուղղակի զարմանում եմ, թե ոնց կարող է մարդը այս իրադրությամբ ունենա ընդհանրապես ապրելու, շնչելու, խոսելու էներգիա, բայց նրա մոտ էներգիան ասպառ է։ Եթե ունենար ազգանպաստ ծրագիր իր մեջ, Հայաստանը կարող էր իրականում ծաղկել։ Բայց ցավոք նրանց ծրագիրը ապազգային է, ոչ թե ազգանպաստ է, այլ ապազգային է, ուղղորդված է ուղիղ ապազգային թիրախներին։ Դրա համար բան է, որ ասում է հայկական իշխանություն է պետք Հայաստանի։ Հայկական, հասկանում եք, վերջապես ամոթ չի, խայտարակություն է, որ մենք 21-րդ դարում քննարկում ենք այդ հարցը։ Իսկ ով պետք է այդ ինքնության կոնցեպտը առաջարկի։ Ես օրինակ առաջարկել եմ, ասել եմ ինձ ազատեք բոլոր գործերից, ես դե հայկական մենտալիտետ գրքի հեղինակն եմ։ Նստեմ Հերցելի նման գրեմ հայկական ինքնության ստրատեգիական պլանը եւ գիրքը լույս է տեսա։ Այդ գիրքը չի կարող լույս տեսնել եւս 3 տարի։ Այսինքն 29 թվին։ Չէ, դա կարևոր չի, որտեվ մենտալիտետը դա վերլուծությունն է, իսկ ստրատեգիան դա ապագա տեսլականների ամփոփումն է։ Ոնց գրեց բանը Հերցելը նոր հին աշխարհ։ Նոր հին աշխարհ, այսինքն կամ ճիշտ հին նոր աշխարհ։ Այսինքն մարդը տվեց քայլ-քայլ ու իրենք էլ վերցրին Տալմուդի պես քայլ-քայլ իրականացրեցին։ Հիմա դա այնքան էլ բարդ բան չի։ Հայաստանը փոքր երկիր է։ Եվ տեսնում եք, որ ընկալունակ կա յուրաքանչյուր էքսպերիմենտի հանդեպ։ Դրին ազգային էքսպերիմենտ, բանը, վերածննդի բան, աշխատեց։ Դրին ապազգային էքսպերիմենտ, աշխատեց։ Ճիշտ էքսպերիմենտ դնելն է եւ այն լավ իրացնել է այդքան բան։ Դժվար չի։ Բայց իմ հարցը մնաց։ Այսինքն մենք առաքելության ինչ ենք անելու, եթե պարզվի, որ հայկական ինքնությունը խանգարում է հենց արևմուտքին։ Ես կարծում եմ, որ արևմուտքին դա իսկապես չի կարող խանգարել, բացատրեմ ինչի, որովհետև բանը իսլամիստական վտանգը, որ ասում եմ, ոչ մեկը չի վերացնում, ընդհակառակը այն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, ցանկացած քրիստոնեական ազգային պետություն, ցանկացած քրիստոնեական ազգային բանակ, ի վերջո եթե հանկարծ սկսվի պանիսլամիստական շարժումը, Արևմուտքի համար էլ է խնդրահարույց, իրենք էլ են ասում, Իսրայելի համար էլ է խնդրահարույց, իրենք էլ են անդադրա մասին խոսում, վերջին անգամ գնացինք IDF-ի խոսնակը, խոսում էր, որ Իսրայելի հիմա թիվ 1 օպոնենտը Թուրքիան է, եւ իսկապես դա տենց է։ Այսինքն բոլորը խոսում են այն մասին, որ պան-իսլամիստական շարժի մեջ Թուրքիան առաջին վտանգն է շատ երկրների համար, դեպի թե նա իր ուժերը, կարողությունները, ռեսուրսները միացնի այդ շարժմանը, ամեն ինչ կորած է։ Ես չեմ կարող ասել, որ ինքնությունը խանգարում է
արևմուտքին, ինքն բանը խանգարում է արևմուտքին, անընդհատ Ռուսաստանի գիրկը թռնելու պատրաստ հայկական քաղաքական ճամբարները, որոնք շատ են օգնում Նիկոլ Փաշինյանին։ Ինքը դրանցից է, բայց ինքը լավ քողարկում է, իսկ այդ մնացած բացահայտ ճամբարներ այնքան էլ վտանգավոր չեն, որտեղ երևում է մակերևույթի վրա, բայց նրանք շատ են խանգարում։ Տպավորությունը է ստեղծում բան է, էլի, եմր ասում է, սա ավելի վատն է, բայց դե նա, սա վատն է, բայց դե նա ավելի վատն է։ Լավ էլի, բա օրինակ ասենք ես շատ գիտությունների դոկտորներ գիտեմ, էլի, որ բան, որ ասում եմ, դուք գիտեք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի SSS հետևանքներն է։ Հա, բայց եթե Ռոբերտը գա եւ դա ասվում է դեմքի ազնիվ եւ բութ արտահայտությամբ, լիքը մարդիկ նույն բանն են ասում։ Շատ ծանր է այդ վիճակը։ Երբ որ ասում են նեյտրալ մարդու ընտրեք, հա, ասեն։ Այո, ես միասնության թևերի ցուցակում եմ եւ ես գտնում եմ, որ ամենանեյտրալ եւ ամենապրոֆեսիոնալ կառույցն է։ Գիտեք ինչ են ասում։ Հա, բայց ինքը չի անցնի։ Այնքան ծիծաղելի է, յուրաքանչյուր մարդու ձայնին ձևավորվում է ընտրողների քանակը, ոնց կարելի է նախորոք որոշել, որ ինչ որ մեկը չի անցնի կամ ինչ որ մեկը կանցնի, հերթական մտայնություն։ Ի վերջո պետք է հիշեցնենք մի բան, էլի, հա, որ ամենամեծ ձեն փոշիացնողները այն ուժերն են, որոնք 21 թվականին ստացել են խորհրդարանում մանդատներ, միանշանակ եւ քաղաքական արդյունք չեն տվել։ Միանշանակ։ Ամենամեծ ձեն փոշիացնող Նիկոլ Փաշինյանն է, որը ստացել է 680,000 ընտրողի ձայն։ Դուք ինքը ուզածը արել է։ Մնացել է չէ, ինքը արել է հակառակը իր տված նախընտրական խոստումների։ Դա հիմա էլ ասում, լավ են կարի հակառակ։ Հա, ինքը ասում է լավ է, խափել եմ։ Լավ է մարել խափել եմ։ Այսինքն ընտրողը ինչի համար որ ձայն է տվել, հա, դրան համապատասխան քաղաքական արդյունք չի ձևավորվել։ Իրականում դա է ձայն փոշիացնելը։ Ոչ թե այն, որի համար տրվել է, ասենք, 1% ձայն, որը չի ստացել մանդատ, որի քվեները բաշխվել են մանդատ ստացողների միջև, եւ էլի քաղաքական արդյունք չեն ձևավորել։ Ինքը վերջերս ասաց, որ մեր ծրագիրը պսևդոդաշնակցական ծրագիր էր 21 թվականին, բայց ժողովուրդը հասկացավ, որ մենք դա չենք անելու ու մեզ ձայն տվեց, ոչ թե ծրագրին ձայն տվեց, այլ հենց իրեն։ Դե քաղաքական կռոտիտ։ Հիմա ես ուզում եմ մոդիտ եւ կռոտիտ բառից բունի մաստով մի քիչ փողոցային բառեր օգտագործենք, բայց դա իրականում ամենաուժեղ մոդիտն ու կռոտիտն։ Հիմա Անուշ ջան, ես որ դու ասում ես, չէ, որ ընդդիմությունը ինչ ասում, սա ավանդույթ է։ Երևի թե եթե չհաշվենք 96 թվականի Վազգեն Մանուկյանին, բայց ես ճիշտից աղոտ եմ հիշում այդ տենց հակա ռուսական բան չեմ հիշում, բայց ես հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ենք ՀՀՇ-ն մեղադրում էր բանին Վազգեն Մանուկյանին, տենց ֆաշիստ լինելու, չգիտեմ ինչ լինելու բանի մեջ, նաև Նիկոլ իր թերթում այդ ինչ որ բաներ էր գրում, ձեռագիր բաներ էր տպում եւ այլն, դա եմ հիշում, բայց մնացած բոլոր ընտրություններին միշտ ընդդիմությունը հանդես էր գալիս որպես շատ ավելի ռուսամետ, քան իշխանությունը, եւ դա եղել է ուրեմն 2003 թվականին, եղել է ուրեմն 2002-ին, եղել է եւ խորհրդարանական նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ ընդդիմությունը որպես ավելի բաներ 2018 թվին ամենայն դեպ չէ ոնց թե ազատ դեմոկրատները մոռացել եք 2012 թվին ազատ դեմոկրատները եւ ժառանգությունը համատեղ գնում էին բացարձակ ընդգծված որ եղել է դրանք ոչ ռուսամետ են եղել ես կհիշեցնեմ դու որտեղ ես ես հիշեցնեմ բայց ամենայն դեպս ազատ դեմոկրատների կուսակցության փոխնախագահ իդեպ կա կուսակցությունը ոնց որ չէ կա բայց բան չի անում կարծեմ Էլ դեմոկրատ ոչ ազատ բանը լավ չէ բանը ասма դեմորտուլիս աուտ բենե աուտ նիհիլ բանը թարգմանում դրաստերի մասը կամ լավը կամ ոչ բանը ախր այստեղ այս սիտուացիան էսպես էր այն ժամանակ բացահայտ էր եւ ես անձամբ եմ տեսել եւ ամերիկյան դեսպանության մասնակցությունը այդ ամբողջ process-ին եւ ուղղորդումը համենայնպես ես բոլոր հիմքեր ունեմ ասելու որ դա արևմտամետ ծրագրով գնացող
միավորում էր։ Ուրիշ հարց եմ ասում։ Որը ավարտվեց մի քանի հեկերի կառուցմամբ այո, եւ դե արդեն Գեորգ ջան, դու շատ լավ գիտես, թե ինչով մտել եմ քաղաքականություն, դրանով էլ դուրս եմ եկել, պլյուս իդեալական, այո, բանը, պլյուս իդեալական վարկանիշ, չէ, բա սոցիալական պրոֆայլս, չէ, այդ կարևոր է։ Դա բանը, եւ եկեք սենց անենք։ Միայն լավ հիշողություն։ Լավ հիշողություն է, լավ փորձ, չէ, լավ գիտություն, որովհետեւ երբ որ դու գիտես խոհանոցը, իսկ շատ քիչ մարդիկ կարող են բարձրանալ տարբեր տիպի խոհանոցների միջից իմացությամբ, երբ որ դու գիտես թե ոնց է դասավորվում, ինչ խոսակցություններ են վարվում, ինչպիսի փոխանակություններ են գնում, ինչպես կարող է կարծեցյալ public թշնամին գիշերվա քողի տակ բանը հետի մուտքով սողոսկի ասենք նախագահական բան եկեք այդ բոլորը ես տեսել եմ բանը դյադը պլավալ դյադը знает դրա համար եկեք դրա մասին մենք մի քիչ ավելի նուրբ խոսենք որովհետև ես մտադիր չեմ իմ գիտելիքները օգտագործել ինչ որ մեկին ի վնաս բայց ես մտադիր եմ այն օգտագործել իմ պետությանը հոգուտ դա դրանք տարբեր նյուանսներ են եւ ուզում եմ հիշեցնել որ ամենաոչ արևմտամետ ծրագրով գնացող կուսակցություններից մեկը քաղաքացիական պայմանագիրն է որովհետև երբ որ գնում էր նրանց այսպես նախընտրական չեմ էլ ասում կամպանիան դա նախընտրական բաներ շուկա էր այդ վուվուզելներով բաներով բոլորը գոռում են որ հանկարծ չփորձեք մեզ թշնամացնել Ռուսաստանի հետ Զախարովան շնորհավորումը հիշեք մի հատ ընդդիմադիր շարժում Ներառյալ Վազգեն Մանուկյանը, ներառյալ Ստեփան Դեմիրճյանը հաստատ չէ, այնց բան արևմտամետ չէ, ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նույնպես արևմտամետ չէ։ Հիշեք մի հատ ընդդիմադիր շարժում, որ ռուսական որևէ վերին բջիջ շնորհավորել, խրախուսել։ Չի եղել նման բան։ Աշխարհում չի եղել, բա այդ փաստը ինչի բոլորը հանկարծ մոռացել են։ Բայց ինչի չի եղել է։ Չի եղել հեղափոխություն, որից հետո Չէ, որովհետև առաջնորդը ճիշտ էր ես շարունակի Չէ, չի եղել մի հեղափոխություն։ Չէ, չի եղել են հեղափոխությունը, բանում, որտեղ ղեկավարը, այդ ընդդիմադիր լիդերը համաձայնվեր գնալ ներքին պայմանավորվածությունների Արցախի հարցով։ Չէր լինելու։ Դա ոչ Ստեփան Դեմիրճյանն էր անելու, դա ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն էր անելու։ Դրա համար իրենք չեն եկել իշխանության։ Դրա համար իրենք չեն եկել իշխանության եւ դրա համար չի եղել Մոսկվայի ողջույնը։ Ես այդ առումով ասեմ, որ օրինակ 2008 թվականից սկսած այն ընդդիմությունը, որ կար Հայաստանում, եւ Արթուր Բաղդասարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Ռաֆի Հովհաննիսյանը եւ այլն, իրենք բոլորը ես վստահ եմ, որ հիմա եթե լինեին իշխանության, իրենք ունեն շատ ավելի արժանապատիվ բան, կեցված միանշանակ ես ուղղակի զարմացա հարցում միանշանակ ունի, այսինքն մենք միանշանակ որ իշխանության է եկել այն ամենա տականքը Գևորգ ջան դրա համար էլ եկել է իշխանության որտեվ այդ պահին ուկրաինական պատերազմի բավիղները արդեն ակնհայտ էին այդ ժամանակ պետք էր հատուկ մի հատ լագերի աջակցություն որտեվ Ռուսաստանը հասկանում էր որ հետևից գնալու են սանկցիաներ եւ այլ իրեն պետք էր եւ թուրքական ասպեկտը եւ չինական ասպեկտը պետք էր հենց այն մեկը ընդ որում դա նախագահադովը չկա էր էլի դա կոմբինացիա էր չէ դա այնպիսի խառը թնջուկ էր որ աչքիս առաջ բացվում էր տարբեր ասպեկտներով եւ դրա համար ինձ բոլորը մեղադրում էին իմ ընկերները որոնք այդ շարժման խորքում էին ասում էին դու դեմ ես հեղափոխությանը, հա, ուրեմն դու դեմ ես հեղափոխությանը, վերջին ամերիկյան դեսպանատանի մայցի ժամանակ, որտեվ հետո Նիկոլի օրոք ամերիկյան դեսպանատուն ինձ չի կանչում, երևի իբրև Պուտինամետ կամ Ռոբերտ Քոչարյանամետ, խելագարվելու բան է, էլի, ոնց որ չգիտեմ, էլի, ոնց որ բոլորը հիմա ինձ հարցնեն, դու եսա գնալու ես խորոված փարթին, այ մոտավորապես նենց բան է, որ դու պաշտպանում ես Ռոբերտ Քոչարյանին կամ Պուտինին, դա աբսուրդ է, Հայաստանում ոչ մեկը չէր խոսում այդքան ռուսական ազդեցության դեմ, ոչ Ստեփա Սաֆարյանն էր խոսում, ոչ Նիկոլ Փաշինյանը առավել եւս, ոչ մեկը առաջնագծում ես միայնակ այդ բանի դեմ գրեթե միայնակ պայքարում էի։ Հիմա լավ, մի խոսքով, ես հիշում եմ, որ
թող չների ինձ Դավիթ Շահնազարյանը անունը տալու եմ, մենք կանգնած էինք երկուսով, տենց շատ միայնակ ու շատ լարված, բանը Շուրը կասի պարոն Շահնազարյան, ըստ ձեզ, մեկ էլ ինքը Շուր եկավ, մենք միասին Շուր եկանք, եւ 2018 թիվն է, կամ 19-ը, չեմ հիշում էլ, բանը, եւ մենք միասին վունիսոն ասեցին, սա շարժում է Արցախի դեմ։ Այսինքն արդեն բոլոր այդ բաները ուղենիշները ուրվագծվում էին, որ սա շարժում է Արցախի դեմ, դա բացահայտ է, եւ դրա համար եկավ այն մարդը, որը չպետք է գար, եւ դրա համար հիմա ասեմ, թող բոլոր ընտրողները մտածեն, դրա համար Կարեն Կարապետյանի, Տաշիրի եւ այլ հիմնարկներին հրահանգ էր տրված գնալ եւ մասնակցել 2018 թվականի միտինգների։ Հրահանգ էր տրված։ Այո, եւ այդ արդեն դու մարդիկ խոսում են, չէ՞։ Ես երկու անգամ կասել Վովա Գասպարյանը, գժուկներ, սա փոքր երկիր է։ Մեկ ունեցել եմ 2014 թվականին, երբ որ բոլորը ոգևորված էին Ղրիմով, որ Ստեփանակերտում ցույցեր էին անում, Կռիմնաշա։ Ու ես նույնիսկ մեծ ստատուս էի գրել, որ մի քանի անգամ ցես փոխել են, էլի։ Ղրիմի հետ այդքան ուղեղ ունեցեք, հասկացեք, որ հեսա էլի կրկնվելու է, ու դա ճիշտ ասած շատ մեծ խնդիր էր դարձել, որտեղ ես այդ ժամանակ այդպես ինչ որ կիսա պաշտոնյա էի, խմբագիր էի, բայց երկրորդ անգամ ԿՊ-ի մի հատ падգամավոր անունը չտամ, այդպես Տերյանի ծննդյան օրը հետո ինչ որ ընթրիք էր եւ այլն, ես իրեն հարցրի, բա ինչ եք բան անելու Արցախի հարցով եւ այլն, ինքը ինձ ասաց, որ մենք ոչ մի զիջման չենք գնալու, մենք այդ խոսույթեր Նիկոլ այդ մարդը չի որ հող հանձնի։ Ինձ էլ են ասել։ Ես Քանի հասկացա, ընկեր որ ունեի հեսա այնտեղ։ լինելու է։ Հաջող ուլտրաազգայնական հասկացա, որ ասենք եթե սենց են ասում, ուրեմն հեսա աղետա լինելու էլի։ Բայց միևնույն է, որ բան է, միջդ բան կա, որ հատուկ ասենք։ Այդքան ամբողջ պատերազմի այդ օրերին ես հույսով էի ապրում, էլի։ Ուրեմն չեմ ներում ինձ այդ միամտությունը։ Չեսի երկրորդն։ Եկա։ Հալը երկրորդն է։ Այս շաբաթվա ուրեմն մյուս բանը, իրադարձությունը, երրորդ իրադարձությունը, այդ ուրեմն Ստեփանակերտի Մարտաճարի քանդելներ, փլուզելներ բանի կողմից, ադրբեջանցիների, այո։ Եվ ուրեմն դրան զուգահեռ նաև ուրեմն հայոց ցեղասպանության օրվա հիշատակի օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որը այսպես չգիտեմ, էլի նույնիսկ այլա թուրքամետ բան է։ Դե ինչի կարելի է, հենց դա էլ։ Չէ, հենց այդպես էլ պետք է հանցագործի մակարդակում, իրականում սա հենց Victim ցեղասպանության blaming։ Victim blaming։ Սա ցեղասպանության շարունակությունն է։ ու դրա ֆոնին, որը Բանը թույլտվություն մյուս բանի։ ու դրա ֆոնին, որը իրականում ինձ մոտ սրտխառնոց առաջացնում, ասենց զուտ էլի, որ ասենք ուզում ես ինչ որ բան անես, որ ասենք այդ առաջին դեմքերը, բոլոր կառավարության բոլոր անդամները, առաջին մեր պետության առաջին դեմքերը, բոլորը ասած ձեռքները սրտներին դրած նույն ձևով կանգնած ասենց ինչ որ նկարվել են այնտեղ, ու դա իրենց էջերում տարածել են։ Այսինքն իրենք այնքան սրիկա են, ցինիկ։ այո, որ նախ իրենք գիտեն ինչ են անում, հասկանում են, տեսնում են եւ ուրա գնում։ Կանգնած են իրենց կառավարության կողմից եղած եւ նաեւ իրենց ասում են, ասես մի հատ դեմք ընդունեք, ինչ որ բան, որ ցավում ենք, չգիտեմ ինչ ենք անում։ Եվ այլն իրենք այդ բանը անում են եւ այդպես նկարում ու տարածում են դա։ Օրինակ ասենք կարող է, չէ, ասես որ մարդը, չգիտեմ, ստիպել են, եսի ինչ են արել, կոմպրոմատ ունեն վրան, եսի ինչ բան, բայց ինքը չի տարածում դա, չի լայքում, չգիտեմ ինչ չեն, բայց սա ասենք համ իրենք Չէ, դու բան, այնտեղ բան, պարտայ գենոսցիաների բանն է։ Մի հանցախումբ է, որտեղ բոլորը իրար հետ կապված են տեսանելի եւ անտեսանելի թելերով, բայց դրա հետ միասին պետք է նաեւ մատնաշեմ մեկ այլ դրվագ, ապրիլի 24-ի հետ կապված, դա ոչ անհայտ Աննա Հակոբյանի այսպես ցինիկ եւ բորզի կերպարով բաներ այցելություններ, բանից անկախ, անջատ, իր փաստացի կողակցից անկախ, անջատ, բայց
պետական պահպանության ուղեկցությամբ եւ մնացած ամեն ինչով։ Նա եւ հիշենք սենց 2 տարի առաջ նրա այցելությունը ցեղասպանության երեխայի հետ, որը հետո առիթ դարձավ մի տարեց մարդու նկատմամբ քրեական հետապնդման, որը գոչել էր ինչ-որ բառեր գոչել իր հասցեին, բայց այս ամեն ինչը այո, իրականում շատ նման է հանցագործի վերադարձ հանցագործության վայր, որտեղ այն ինչ որ ասվում է այսօր ցեղասպանության հետ կապված բարձր ամբիոններից, դա հանցագործության արդարացում է եւ հետագա հանցագործությունների առաջ դուռ բացել։ Հա ոչ այլ ինչ։ Մի հետաքրքիր բան ասեմ, որ այսօր օրագրում մեր կայքում լույս տեսել ցեղասպանության Թանգարան ինստիտուտի նոր տնօրենի ԺՊ-ն Թաշյանը, կաթողիկոսի ինքը անձամբ չի բան արել, ոչ մի բան շեյր չի արել, բայց ինքը ինչ-որ մի հատ խորովածանոց ունի, որը ունի Facebook-ի էջ, խորովածանոցի էջով գրել է, որ ցեղասպանության օրն է եւ այլն, բայց իր անձնական Տեր Աստված։ Դե այստեղ Դες խորովածը եւ պիտի ընդունենք մի բան, հա, որ 18 թվականին տեղի ունեցել նաեւ այսպես ռեյդերական գրավում զավթում ցեղասպանության Թանգարան ինստիտուտի երկրապահի ցեղասպանության ինստիտուտի բանի մեր անժխտելի է, հա, որ այդ Թանգարան ինստիտուտը ինքը հանդիսանում է հայ ինքնության ինչ որ մասի կարևոր գրող մասը եւ պահպանող, հա, եւ հիշողության գրող եւ պահպանող, բայց ասենք վերջի նշանակումը այն մարդու, որը տևական ժամանակ հանդիսացել է Հայաստանի կառավարության եւ Ադրբեջանի կառավարության միջև այսպես գաղտնի հաղորդակցության ալիք բաներից մեկը, կանալներից մեկը, հա, էմիսարներից մեկը, ակնհայտ է, որ սա այլ նպատակներ է հետապնդում։ Ես չեմ զարմանա, եթե հաջորդ իշխանությունը պարզի, որ անհետացել են բոլոր փաստաթղթերը մի օրինակ բնօրինակներ, անհետացել են կրկնօրինակներ, անհետացել են կամ ոչնչացվել են ինչ որ բաներ։ Վստահ եմ, ես էլ եմ վստահ։ Եվ այն քաղաքականությունը, որը վարվում, օրինակ ասենք ինչ որ պատմագետների բերանով խոսում են, որ 1.5 միլիոն զոհը դա կարող է նույնիսկ մեջ բերում եմ սովի եւ համաճարակների արդյունքն է, այդ սովն ու համաճարակը։ Այսինքն սովն ու համաճարակը օդից է եկել, էլի, ասենք ոնց որ Հիմա համակենտրոնացման ճամբարում գազն է մեղավոր, ոչ թե գաղթի ճանապարհին հղի կնոջ վիժումը բան չէ, էլի, ասենք ցեղասպանություն հետևանք Հիմա չի։ եթե սրան նայենք ընդհանրացված ձևով, օրինակ ասենք Լավրենտի Բարսեղյանը, առաջին տնօրենը, որին ես հիշում եմ այսպես ահոտ եւ այլն, ի պարզ էր, որ ասենք ինքը ինչ որ ասենք KGB-ի հետ կապ ունի, որտեվ սովետի ժամանակ անհնար էր դա չունենալ։ Բայց հիմա Բայց ամեն նշխարը պահում էր, այդ եմ ասում, ամեն թուղթը, ամեն բանը։ Նշանակում է եւ մի հատ ուրիշ երկրորդ դեպք էլ բերեմ, ուրեմն Արցախում բարձրաստիճան մի դեմք, որը այն ժամանակ հանդես էր գալիս Բակո Սահակիչի ժամանակ էր կարծեմ, նաև հետո էլ որպես այսպես Ղարաբաղի դեմքերից մեկը, Արցախի դեմքերից մեկը, հիմա մի հատ ԿՊ-ական process-ի, շատ sense նիկոլական process-ի կազմակերպիչներից մեկ անունը չեմ տալիս, այսպես ինչ որ պատահական հանդիպում էր երրորդ, ինքը այդպես երրորդ անձր էր այդ հանդիպման ժամանակ, ասի ձեր դեմքը ծանոթաբան դուք ես մարդը չեք, բան, հա, բա հիմա էլ ես իմիշն եմ անում ասում եմ ու սենց ինք իրեն որսենք իմ դեմքին էր որ ես ասենք ոնց կարես դու այն մարդն ես դու գազ ասում դե ասում այնտեղ ես պետք է ասում դե համար ինձ ուղարկել է այնտեղ ասինքն մարդը պարզ ասում է որ ինձ ԱԱՑ-ն էր ուղարկել հիմա ասենք եթե մենք դեռևս այդ մակարդակի վրա ենք որ ասենք բոլորը պիտի այտենց ԱԱՑ-ի թրիտակում անցնեն չգիտեմ ԱԱՑ-ական լինեն որ բան պարզ է որ ոչ ցեղասպանության Թանգարան ինստիտուտը լինելու, ոչ Արցախը լինելու, ոչ չգիտեմ ինչ լինելու, որովհետև մենք այդ հասարակությունը չենք կարողանում դառնալ։ Հիմա ու Անուշի նախորդ ասաց էլի, որ ասենք
բանը ինքնությունով պիտի ստեղծի։ Եթե ինքնություն Ինքնությունով ստեղծվող ծրագիր է։ Այդ եմ ասում։ Ուրեմն մենք չենք ունենալ ինքնություն։ Եթե դու չունես պետություն, որը պահապանն է ինքնության, եւ այսօրվա Եվ ներդնողը, պահապանն էլ չէ, ներդնողը։ Այո, համաձայն եմ քո հետ, որովհետեւ ասենք Պարզը չէ, որ ասենք մենակ Արարատ Միրզոյանը չէր ԱԾ-ի գործակալ, ասենք ԿՊ-ի խմբակում, որ սկսեց քայլել Գյումրիից դեպի Սպիտակ։ Չէ, պարզա։ Ակրայտ ասենք, որ այնտեղ բոլորն են այդպեսին եղել։ Այս կամ այն կերպով կապ։ Բայց ինքը ասում ես փորձագետ եմ եղա։ Փորձագետ ԱԾ-յու։ Ես փորձագետ չէ, սկզբից համագործակցել։ Հիմա պարզա, ինքը արվեստագետ է, արվեստի բաժնի մեջ սովորում։ Այդ նույն դրամաբանությամբ որ գնում է հասարակած Փորձագետ։ Փորձագետական այցը։ Այո, ընդամենը։ Հրաշալի միտք։ Նա։ Հա, էքսպերտիզա։ Հա, սոցիալական էքսպերիմենտի Այո, իհարկե։ Մասնակցել են ԱԾ-ի գործողություններին։ Դե ուղղակի ծիծաղելի է։ Հիմա բայց ո՞նց անենք, որ լավ նոտով ավարտենք մեր հաղորդումը։ Համենայն դեպս հասկանանք, որ ջահերի երթը, որը դա արդեն երթ չի բանի թուրքական ազդեցության դեմ, դա արդեն երթ չի Եղեռնի համար, դա հայկական ինքնության պայքարն է, որ եւ ես այնքան երիտասարդ դեմքեր տեսա այնտեղ, այնքան եւ հետո ինձ շատ դուր եկա, որ այդ երթի գլխավորումից մի տեսակ հեռացել էր դաշնակցությունը, այսինքն ինքը մնացել էր ստվերում, չէ, գուցե ուզենար ղեկավարել, բայց ինքը մնացել էր ստվերում, մնացել էին ռուսական ուժերը ստվերում, դա համահայկական երթ էր։ Այսինքն իմունիտետը կա։ Արդեն ոչ թե քաղաքական գործողություն էր, այլ ազգային գործողություն էր։ Միջավայրից ես էլ 3 ապրիլի 24-ի շատ ուշ երեկոյան եմ գնացել ուշամալեր իմ ծաղիկը դնելու Հերթեր, չէր կարող։ Հերթեր, այո։ Հա, ինձ մեքենայով տարան ժամը 11:30 հերթեր։ Երկողությամբ էլ մարդկային հոսքը շատ հոծ եւ ինտենսիվ էր եւ վաղուց այսքան ծաղիկ չէի տեսել։ Վաղուց այսքան ծաղիկ չէի տեսել։ Իհարկե կար որոշակի բիզնես աժիոտաժ այդ ծաղիկների շուրջ, հա, բայց որտեղ ասենք ծաղկի խնդիրների բիզնես չլինի։ Զուգահեռ տանեմ Անուշի ասացի հետ, այդ քաղաքասարակությունը էլի կեղծ, որ մարդիկ, որոնք Ստեփանակերտի մայր տաճարի կործանման մասին ծպտուն չեն հանում։ Այո, Թուրքիայի դրոշի դառն են լացում։ Բան են անում։ Քննադատում են, որ դա Հա, եւ այդպես, բա որ հանկարծ գրում են, ասենք են ամենաօրհասական արհավիրքային պահերին, գիտի էլի որ քաղաքացիական հասարակություն, ասենք են աղջկան գցել են բանի, եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանի անիվների տակ մնար այդ աղջիկը, այդ նույն քաղաքասարակության տիկնայք պետքա հիմա արդեն ուղակի կատաղեին, մազերը փետեին։ Մեկ էլ կորի միջալոց սոնամնացը կանի, մահվան։ Այո։ Մեկ էլ գրում են հա, բայց ինչ ահավոր է, որ չգիտեմ ինչ որտեղ պապանում լիֆտ ընկել է, թե ինչ ա եղել, այսինքն իբր թե ակտիվություն եմ ցուցաբերում, իբր թե քննադատում եմ, բայց ես քննադատում եմ լավին լավն ասենք, ես քննադատում եմ պրակտիկ հարցեր, չէ որ ես ընդամենը եւ փորձագետ եմ, եւ գիտեք ինչ է, ես կյանքում որևէ իշխանության օրոք չեմ տեսել այդպիսի մարդաբանը կնատիացություն, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Հենց կնատիացություն, այսինքն ու հենց ավելի շատ կանանց եւ կանանց կողմից եւ Բայց դա շարք է։ Այն կոവിഡ്ի ժամանակ են այո, եւ իբր թե եւ իբր թե տղամարդկանց կողմից, նենց կվազի տղամարդկանց կողմից սարսափելի կնատիացության ալիք, սարսափելի։ Եվ դա նշանակում է, որ տեսեք, ինչպիսի բան է գաղթականների, այսինքն Արցախի մեր եղբայրների եւ քույրերի հանդեպ ատելության ալիք է բորբոքվում։ Դրանք չէ որ այն շահառու խմբերն են, որոնք ընչազուրկ են, որոնք հայրենազուրկ են, այսինքն էթնիկ զտումից հետո ամենախոցելի նրանց հանդեպ ատելության ալիք է բորբոքվում, կանանց հանդեպ ատելության ալիք է բորբոքվում, բանակի հանդեպ ատելության ալիք է բորբոքվում, մարդկային ոչ մի ազատություն իրացված չի։ Եվ գիտեք ինչ դիկտատորաները դա փոխանակում են պաշտպանվածության գնով։ Այսինքն ես քեզ ճնշում եմ, բայց դու տեսել ապահով կուշտ ապրում ես։ Էդ էլ չկա։ Դրա համար
ինձ պետք չի զարթոնք, ինձ պետքա ուղղակի արթնանան այս մարդիկ, աչքերը բացեն։ Դες Իմիջիայլոց այսօրվա խորոված փարքին ատելության իմաստով ես կարծում եմ, որ վաղուց ուշացած է իհարկե, բայց մի օր պիտի պատասխան տա իր արածների համար Հայկ Մարությանը, որը ատելության այսպես խոսափող էր դարել, եղբորս վաղի մենք կերնա, հա, ես էլ իր հետ անձնապես լավ հարաբերություններ ունեցել, բայց կարծում եմ, որ պիտի Դե լավ Հայկ Մարությանը գոնե ֆեյքերի ֆաբրիկա չէր պահում։ Սպիտակը Ինձ թվում է ֆեյքերի ոչ մի սև Չէ, ես կարծում եմ, որ ֆեյքերի ֆաբրիկա պահողները պետքա պատասխան տան, այլ նրանք պետքա լուրջ պահողներից մեկը ես վերջերս բռնվել էր, չէ՞, մեդիա սայթի, թե մեդիա նյուզի հիմնադիր եւ տերը լինելով Տարոն Չախոյանը պարզվեց հենց անազգանով, անձնագրով, այսպես հեռախոսահամարով, դրա հիմնադրը եւ տերն է, դոմենը մինչեւ հիմա իրեն է պատկանում։ Հա, բա Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Հետո կբացվի լիքը ոչ միայն այդ Դե բայց դա դա հասնում, այլ նաեւ ադրբեջանական ֆեյքերն են, որտեղ նրանցից կեսը հայերեն չգիտեն։ Ինձ թվում է, որ հիմա գնում է մի հատ այդպես ասենք վազքի մրցումների բանկը չէ՞ այդպեսի ձևակերպում կա, որ այն ֆինիշն է, պրիմա է, չէ՞, վերջին ինչ-որ վազքի բանը, որ ով ողջ մնա, նա էլ ճիշտ է լինելու, էլի, այսինքն մեծ հաշվով, եթե ասենք ինչը որ մենք ասում ենք բան բայց բանի Փաշինյանական թեզերը հաղթեն, մենք մնալու ենք պատմության մեջ որպես բաներ, հետադիմականներ, կղերականներ, կղերամիտներ եւ այլն։ Իմ կողմից երկու հարգված մարդու բայց ես գիտեմ, որ դա անհնարավոր է այդպես։ Պատմություն այնքան արդարտիկին է։ Լուսահոգի Կարեն Վարդանյանը ասում էր, որ ճիշտ է նա ինչ լինում է։ Իսկ Իսկ Աշոկ Սրբազանը այս վերջես թեւավոր խոսք ունի ասած, որ վերջը լավը լինելու, եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։ Բայց դա իր խոսքը չի։ Ինքն ասել է, ինքը իր մերանից եմ լսել լավ։ Ուրեմն եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։ Դրանով ավարտենք այդ բան լուսավոր լավատեսական նոտայով ավարտենք մեր այսօրվա հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեթրակյանը, իմ նախկին դասախոս եւ իմ սիրելի դասախոս Նելի Հակոբյանի բանահյուսագետ աղջիկը, ես դրա համար եմ Անուշին շատ սիրում։ Իմ նոր ծանոթ առաջի անգամ ենք այսօր հանդիպում։ Եվ ուրեմն իմ գործընկեր Ավետիք Քերոբյանը ու ես ձեզ հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք մի շաբաթ։